Χριστός αριάβει μερελότς. Χριστός αριάβει μερελότς. Χριστός αριάβει μερελότς. Ցեզի մեզի մեծ ավելիս։ Ամեն բանի առաջ հազար փառք եւ գոհություն Աստուծո, որ այսօր անգամ եւս բոլորիս արժանի նկատեց միադեղվելու այստեղ, հավաքվելու սուրբքեվոր եկեղեցվո կամարներուն տակ եւ փառաբանելու իր ամենասուրբ անունը, փառք տալու այն շաբթվան, որ ունեցանք եւ խնդրելու իր բարիքները եկող օրերուն համար։ Անուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Հայաստանյա ցարակելական Սուրբ եկեղեցվո դոնացույցին համաձայն Քրիստոսի հարության հաջորդող 50 օրերը հարության գիրագիներ են, հարության օրեր են։ Եվ մենք այդ հարության ավելիսն է, որ կփոխանցենք, ինչպես քիչ առաջ մեկս մյուսին փոխանցեցինք։ Եվ հինանց շրջանին հայրաքելական Սուրբ եկեղեցին ուրախությամբ կդոնե Քրիստոսի հրաշափառ հարության դոնը եւ Գաբրի անոր խորհուրդը եւ մեզ մե յուրաքանչյուրս կառաջնորդե քունակեր գիրագիներու ճանապարհով։ Քունակեր գիրագիներ գսեմ, որովհետեւ յուրաքանչյուր գիրագի իր խորհուրդ ունի եւ իր քույնը ունի, ինչպես որ մեծ բաղոց ընթացքին յուրաքանչյուր գիրագի ուներ իր անունը, որ կալված էր ավետարանական թրվակներեն, նույն ցևով այս գիրագիները, հինանց շրջանի գիրագիները ունին իրենց խորհուրդը, իմաստը եւ քույնը։ Եվ այսօր Գարմիր գիրագին է։ Գարմիր քույնը նահատակության, մարտիրոսության եւ հաղթանակի քույն է։ Եվ Գարմիր գիրագինալ նույն իմաստը եւ խորհուրդը ունի։ Մենք այսօր կհիշենք, կհիշադակենք բոլոր անոնք, որոնք արյամբ նահատակվեցան, իրենց աչքը առնելով մահը մարտիրոսացան եւ ձիլ դվին զլարցակվեցան եւ մենք այսօր այդ հավատն է որ գաբրինք, այդ հաղթական հավատն է որ գաբրինք։ Հիսուս Քրիստոս իր խաչելությամբ դարձավ սիրո քերակույն օրինակը, ան ինչպես ավետարանը գսե, իր անփավ սերեն մղվելով եկավ աշխարհ, ապրեցավ մեզի պես, ամեն տեսակի չարչարանքները գրեց, անարգվեցավ եւ խաչին վրա բادرակվեցավ յուրաքանչյուրիս համար, ինձի, քեզի, բոլորիս համար։ Այո, Քրիստոս բادرակվեցավ խաչին վրա, սակայն խաչված չմնաց, իր հարությամբ հաղթեց մահվան եւ մարդոց սրտերը զորացուց եւ ցույց տվավ համայն մարդկության, որ քրիստոնյային համար մահը վերջագետ չէ, այլ սկիզբը հավիտենական կյանքին, որովհետեւ մահվան կհաջորդե հարությունը եւ մենք քրիստոնյաներս հարության հավատացող ժողովուրդ ենք։ Քրիստոսի առաքյալները եւս տեսան այս բոլորը, ապրեցան Քրիստոսի 30 տարվա կյանքը, 33 տարվա կյանքը, իրեն հետ ապրեցան, տեսան բարիքները, տեսան զորությունը, տեսան հրաշքները եւ այդ բոլորը ապրել է յետ, այո, բամը վախցան եւ Քրիստոս խաչվեցավ, բայց անոնց սիրտերը զորացան եւ տեսան հարուցյալ բրգիչը։ Իրենք եւս իրենց սիրեցյալ վարտաբետին համար ճաշակեցին մահը, նահատակվեցան եւ դարձան ճշմարիտ վկաները, ճշմարիտ բանին Քրիստոսին։ Հարության հավատացին նաեւ մեր բոլոր սուրբերը, նահատակները, մարտիրոսները, որոնք հանուն ճշմարտության, հանուն իրենց հավատքին եւ հանուն Քրիստոսի իրենց անձերը զոհեցին, իրենց կյանքերը նվիրաբերեցին, նախընտրեցին նահատակությունը, որովհետեւ նահատակությունը հաղթանակ է մահվան վրա, հաղթանակ վախին վրա, հաղթանակ աշխարհային սահմանափակումներուն վրա։ Խաչի ճանապարհեն ընթացան նաեւ մեր հայոց ցեղասպանության զոհկացած հայրենիները, որ 2 օր առաջ հիշադակությունը կատարեցինք։ Անոնք բարձրացան հայոց կողքոտան եւ իրենց արյունը թափելով որոքեցին մեր հայրենիքը, մեր բաբենական հողերը,
բորոքեցին անաբադի ավազները եւ անոնց հավատքնալ, արյուննալ, ձիլ դվավ, զլարցակվեցավ եւ այսօր այդ արդյունքներն է որ գտեսնենք մեր ժողովուրդը գա, մեր ժողովուրդը կմնա, մեր ժողովուրդը գարչած է իր հավատքին, գարչած է իր հայրենիքին, գարչած է իր եկեղեցվո եւ այդ բարիկներն է որ այսօր մենք գվայելենք, իրենք նահատակվեցան, որ այսօր մենք ապրենք եւ բարդավորություն եւ պատասխանատվություն ունենք սիրելի հավատացյալներ, այդ նույն հավատքը բահելու մեր մեջ, մեր սրտերում մեջ։ Խաչի ճանապարհին ընթացան նաեւ մեր նորորյա մարտիրոսները, որոնք հավատքի ու հայրենիքի պաշտպանության համար իրենց անձերը զոհեցին, նվիրաբերեցին հայրենիքի զոհասեղանին վրա եւ դարձան վկաները ճշմարտության։ Եվ այսօր մենք ալ պատասխանատվություն ունենք։ Քրիստոնեական մեր հավատքը, սիրելիներ, հիմնված է անձնվիրումի եւ զոհության վրա։ Քրիստոնյա ալալ չի նշանակել գրավորական ըլլալ, լուրջ դողիթեր ունենալ, կամ միայն ընդունել այն, ինչ որ գուքա մեր կյանքի մեջ։ Քրիստոնյան չի գնալ անդարբեր ըլլալ, ընդհակառակը քրիստոնյան պետք է ներգործական հավատք ունենա, պետք է կենդանի հավատքով իր կյանքը ապրի։ Քրիստոնյա ըլլալ կնշանակե ներգործական ըլլալ լույս դառնալ խավարացած այս աշխարհի մեջ եւ աղի նման համեմել անհամ դարձած այս կյանքը։ Քրիստոս ինք ասավ մեզի թուք եք աշխարհի լույսը։ Քրիստոսի լույսը կարելի չէ ծածկել, կարելի չէ մարել։ Քրիստոսի լույսը կփայլի, կլուսավորե մեր շրջապատը, նույն այդ լույսերը դառնանք։ Նույն ձևով մեզ մեր յուրաքանչյուրս ճշմարիտ քրիստոնյա դառնանք, որովհետև ճշմարիտ քրիստոնյան չի սահմանափակվիր միայն իր անձնական հավատքով, այլ իր հավատքը կդարձնե կորց, սիրո, ծառայության եւ ճշմարտության։ Ներգործական ըլլալ կնշանակե գանքնել արդարության կողքին, պաշտպանել ճշմարտությունը, մխիթարել դրդմածը, զորացնել դգարները եւ դառնալ խաղաղության գործիքներ այս անարդար եւ խռոված աշխարհի մեջ։ Կտեսնենք պատերազմները, կտեսնենք խռովությունները։ Մենք որպես հավատացյալներ, քրիստոնյա հավատացյալներ, բարդականություն եւ բարդավորություն ունենք աղոթելու։ Այո, երբեմն գսենք, գաղոթենք, արդյոք կլսվին մեր աղոթները կլսվին, վստահ ըլլանք, որ կլսվին։ Ինչ ալլաբարական աղոթենք եւ վստահ ըլլանք, որ Աստված յուրաքանչյուր դողը, որ գելե մաքուր սիրտ է, մաքուր հոգի է, կլսե եւ պատասխանը կուտա։ Եվ պիտի տեսնենք, թե ինչպես պատերազմներն ալ պիտի թատրին, խռովություններն ալ պիտի թատրին, որովհետև Աստված պիտի լսե իր ծառային աղոթքը։ Քրիստոնյա մարդը պետք չէ սպասե, որ ուրիշներ փոխվին, այլին պետք է սկսի փոխվել իր սրտի մեջ, պետք է սկսի փոխվել իր ընտանեկան հարգին տակ եւ սկսի փոխվել համայնքային կյանքի մեջ։ Կարելի չէ այս երեքը իրար մեջ բաժնել։ Նախ անձը, ընտանիքը, համայնքը, մեկը մյուսին մեջ իրար կան փոխանցան, իրար մոտ կան փոխանցան։ Սիրելի հավատացյալներ, մեզ մեր յուրաքանչյուրը կոչված է իր կյանքը ապրելու որպես վկայություն։ Գուցե մեզ մեր ոչ ոք կոչված է արյունով նահատակվելու, ինչպես մեր հայրերը նահատակվեցան, բայց բոլորս կոչված ենք սրտով նահատակվելու, մեր նմանին, մեր ընտանիքին, մեր սիրելիին, մեր համայնքին համար, մեր անձերը խոնարհեցնելով ուրիշներուն համար զոհելու մեր կյանքը։ Ինքնազոհությունը նահատակություն է, երբ մարդ ինքզինք կզոհե իր սիրելիներուն համար, ծնողներ կզոհվին իրենց զավակներուն համար, զավակներ կզոհվին իրենց ծնողներուն համար, գողագիցներ իրարու համար կզոհվին, փոխադարձ զիջումով, փոխադարձ հարգանքով, բարեկամներ իրարու համար կզոհվին, եւ այսպես քրիստոնեային հավատքը ինքնազոհություն կդառնա։ Այսօրվան աշխարհը մեզի կփորձի համոզել, որ հաղթանակը ուժին եւ փառքի մեջ է։ Պետք է վստահ ըլլանք, Քրիստոսի ճամփան ուրիշ է։
Ճշմարիտ ուժն ու ճշմարիտ փառքը մաքուր սիրտ ունենալու մեջ է, իսկ ճշմարիտ հաղթանակը ճշմարտության հետամուտ ընկալն է։ Այսօրվան խորհուրդը, սիրելի հավատացյալներ, մեզի կսորվեցնե, թե հարության լույսը չի բաժնվիր խաչի ճանապարհին։ Մենք բոլորս պիտի ընթանանք խաչի ճանապարհին, որովհետև կտեսնենք ամենեն վերջը գա հարության լույսը, որ մեզ կսպասե։ Առանց խաչելության չկա հարություն, առանց սիրո չկա զոհողություն։ Քրիստոսի տապած արյունը սիրո քելակույն արտահայտությունն է, եւ մենք բոլորս մարդավոր ենք ապրելու այդ նույն սերը, որ Քրիստոս ինք ունեցավ մեզ մի յուրաքանչյուրին համար։ Թող այս գիրագին նորոգե մեր սրտերը, զորացնե մեր հավատքը եւ առաջնորդե մեզ թեպի ճշմարիտ հաղթանակ, այն հաղթանակը, որ կուկա Քրիստոսի հետ եւ Քրիստոսի մեջ։ Թող Քրիստոս օրհնե մեր ազգը, մեր հայրենիքը, բահե մեր ժողովուրդը ամեն տեսակի փորձանքի ու փորձութենե եւ թող համայն աշխարհն իմանա, թե հայերը այո ունեցան ցեղասպանություն, ունեցան գորուստ, բայց դակավին կշարունակեն ապրիլ իրենց կյանքը, կշարունակեն ապրիլ իրենց հավատքը եւ գարչած են իրենց եկեղեցու, իրենց հայրենիքին։ Ամեն։